Մեր մոտ այսօր կա լուրջ խնդրեմ ազգը միատարածնելու։ Սա մեր հիմնական, այսպես ասեմ, չի ուզենա ասի քարոզչական, բայց նաև քարոզչական հիմնական այսպես հնարքներից է, բայց նաև շատ մտավորականներ դա հնարք չեն համարում, իսրտե հավատում են դրան։ Ինչին, որ ազգը միատար է։ Այսինքն, եթե ես հայ եմ, դու հայ ես, Պողոսը հայ է, Պետրոսը հայ է, հիմա իրենց մեջ տարիքային, սեռային, դասակարգային տարբերությունները դրանք երկրորդական են։ Դրանք անեկդոտներ կան, չէ՞, գոնե հայ ես, այս տրամաբանությունն։ Ազգը մեր միատար միասնության չափանիշն է։ Սա շատ լուրջ խնդրեմ է։ Եվ ունի երկու թև սա այս մոտեցումը։ Նայեք, եթե մի անկյունով եք նայում, այստեղ կամ արդարության որոշակի ձգտում, որոշակի տիպի հավասարություն հաստատելու մղում։ Հիմա ինչ կապ ունի, ինչ կողմնորոշում ունես, կարևորը եթե հայ ես, ուրեմն մենք կարող ենք հավասար խոսել, հավասարը հավասարի հետ խոսել։ Սրա մեջ կա այս հավասարության որպես արդարության հաստատման սկզբունքը, որը գալիս է լուսավորականությունից։ Բայց մյուս կողմը կա այս խնդրի։ Եթե դա այդ ազգային հավասարությունը դրվում է իշխանության կողմից, արդեն իշխանություն ձեռք բերածի կողմից, ինքը ըստ սահմանման դառնում է անարդար, հիերարխիկ։ Որովհետև եթե իշխանության կողմից է դա դրվում, դա արդեն աշխատում է իբրև ինքնալեգիտիմացման միջոց։ Իշխանությունը դրանով լեգիտիմացնում է իրեն։ Դրանով ինչ է անում, չեզոքացնում է հասարակության մեջ գոյություն ունեցող հակասությունները, որոնք կարող են վերաճել հեղափոխության, ընդվզումների, ապստամբությունների, ասենք սոցիալական բնույթ։ Յուրաքանչյուր հայի համար որքան կարևոր են օջախ եւ ընտանիք հասկացությունները։ Դրանք հասկացություններ են, որոնք ձևակերպում են մեզնից յուրաքանչյուրի ինքնությունը, արժանապատվությունը եւ ծագումը։ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքն է։ Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որ մեզնից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել եւ պիտի ասի. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքն է։ Ընդ որում, սա պիտի դառնա նոր ժամանակների համահայկական կարգախոս ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդը անընկճելի է ու անպարտելի։ Եվ ուրեմն, կեցե ազատությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Արցախը, կեցե Սփյուռքի հպարտ հայությունը, կեցեք մենք բոլորս, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ հայրենիքում, ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Միացու, 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 միացու։ Կոմունիստական մոտեցման մեջ, եթե այս կլասիկներին վերցնենք Մարքսին, որ հնարավոր չի հասարակություն առանց հակասությունների։ Ուղղակի հնարավոր չի։ Հակասությունները դրանք Մարքսը միշտ ընկալել է հետևելով Հեգելին այստեղ շատ ավելի վաղ ավանդույթ կար։ Հակասությունները դրանք կենարար ուժ են։ Դրանք ոչ թե պարակտիչ, ոչ թե փակուղային երևույթներ են, այլ դրանք ստեղծագործականության գրավականն են։ Հակասություններ որտեղ կա, այնտեղ կա կենթանություն։ Որտեղ հակասություններ չկա, չկա շարժում եւ հետեւաբար ուրեմն չկա կյանք։ Ուրեմն հակասությունները վերացնել նշանակում է դեմ գնալ կյանքին, հա, ինքդ քեզ, այսինքն ձգտել անել անհնարինը։ Եթե ուզում ես հակասությունները վերացնել, եթե ազգը դառնում է մի կոնցեպտ, մի հղացք, որով նպատակ է դրվում հասարակության մեջ հակասությունները վերացնել, չեզոքացնել առնվազն, դա դատապարտված է։ Իսկապես դատապարտված է։ Դանդաղ կամ արագ է դատապարտվածությունը, բայց տեղի է ունենում։ Փոքր մակարդակներում թե մեծ մակարդակներում։ Նկատի ունեմ, որ ի վերջո այդպես դու չես կարող լոյալություն, հնազանդություն ձևավորել։ Հնարավոր չի դա։ Պետք է առերեսես հակասությունները։ Ոչ թե ձգտես դրանք չեզոքացնել, այլ սիրել հակասությունները։ Դեստրուկտիվից վերածել պրոդուկտիվի։ Հակասությունները ոչ թե ոչնչացնեն, այլ վերստեղծեն։ Կոմունիզմի գաղափարը սա է հետապնդել։ Կոմունիզմը երբեք չի եղել հակասությունների վերացումով ստեղծված մի ուտոպիական աշխարհ։ Մարքսը երբ որ խոսում է կոմունիզմի մասին, այդպես էլ ասում է։ Ասում է պայմանները պետք է փոխես։ Հակասությունների պայմանները փոխելու հարց է։ Թե ինչ ձևով են հակասությունները իրար հետ հարաբերվում, ոչ թե պետք է դրանք վերացնել։ Հեգելը շատ լավ մի միտք ունի, դա անձամբ իմ համար հեղափոխական նշանակություն է ունեցել։ Կանտի հետ բանավեճն է եւ ասում է
Կանտը այս մոտեցում ունի, նա կոպտացնեմ մի քիչ։ Բանականությունը ներքին ուժ չունի։ Ինքը երբ որ բախվում է հակասությունների, երկատվում է։ Այս կանտի մոտեցումն է։ Երկու հակառակ բանականությունը նույն հաջողությամբ կարող է ապացուցել, որ ճիշտ է։ Եվ հետեւաբար ինչպես գտնենք օբյեկտիվությունը։ Օբյեկտիվության չափանիշը ո՞րն է։ Դե ասում է բարոյական իմպերատիվը։ Այն աքսիոմի նման վերցնում ես բարոյական նորմ, որի վրա չես կասկածում, եւ որը հնարավոր չի հիմնավորել, ասենք Սիրիլ դիմացինից ինչպես սիրում ես ինքդ քեզ։ Եվ դա կամային արարքով ամբողջ կյանքդ հետևիր դրան։ Ուրեմն Հեգելը այս մոտեցմանը կտրականապես դեմ է։ Ասում էր Կանտը չի ընկալում հակասությունը որպես լավ դրական բան։ Նա ընկալում է, որ եթե մոտեցավ հակասությանը, ուրեմն ձախողվեց։ Սա ինքը ասում է, որ ճիշտ հակառակը, երբ որ մոտեցել ես հակասությանը, ուրեմն մոտեցել ես ճշմարտությանը։ Ոչ թե հայտնվել ես փակուղու մեջ։ 10-րդ դարում, երբ որ հայ արվեստը առաջին անգամ ընկալվեց որպես արվեստ, այսինքն արվեստի պատմության մաս։ Չէ՞ որ միջնադարյան հայը, որ գնում է եկեղեցի, ինքը չի ընկալում այդ եկեղեցին որպես ճարտարապետության պատմության մաս, չէ՞։ Դա աղոթատեղ է իր համար։ Նույն այսօր, երբ որ հավատացյալ մարդը գնում է եկեղեցի, նա չի ընկալում, որ գնացել է Երանավ, ասենք բազիլիկ։ Մտածում է, որ գնացել է Աստոտուն։ Տեղի ունեցավ կարևոր շրջադարձ 19-րդ դարում, երբ եվրոպացի ճանապարհորդները եկան որոշները Հայաստան եւ տվագրեցին, չափագրեցին, նկարագրեցին, այստեղ գոյություն ունեցող տարբեր մեջվանքերը, եկեղեցիները։ Եվ առաջին անգամ այդպես ստացվեց, որ հայ արվեստը սկսեց ընկալվել որպես արվեստի պատմության մաս, որ այստեղ մարդիկ արվեստի պատմության նմուշներ են ստեղծել։ Այդ ժամանակ հայերը դա չեն արել, որովհետև հայերի համար դա դեռևս պատմություն դարձած չէր։ Եկեղեցին դեռ պատմություն չէր, որ ասեն, սա արվեստի պատմության մաս է։ Եվ առաջի գերմանացի արվեստաբաններից մեկը Հեգելի աշակերտն էր, ով առաջիններից է, որ արվեստի պատմություն է գրել, որ գիրք վերցնեց եւ արվեստի պատմություն կարդաց։ Այդպիսի գրքեր միշտ չի որ եղել են առաջինները, եղել են 19-րդ դարի առաջի կեսում։ Եվ իր այդ գրքի մեջ որոշակի տեղ է հատկացրել նաեւ հայ արվեստին, միջնադարյան մասնավորապես ճարտարապետություն։ Ինքը նախ համարում է, որ արվեստը 10-րդ դարի մոտեցման համաձայն ոգու ազատության դրսևորում է։ Եվ ասում է, որ հայերի արվեստը, քանի որ արվեստ է, ուրեմն ոգու ազատության դրսևորման հետ գործ ունենք, բայց հայերի արվեստը ասում է անկատար արվեստ է, որովհետև ասում է, որ քաղաքական ինքնուրույնություն ձեռք բերելու ընդունակ չի եղել հայ ժողովուրդը 9-րդ դարից էս կողմ։ Քաղաքական ինքնուրույնությունն համարվել ոգու ազատության ամենաբարձր դրսևորումը Հեգելի սիստեմի մեջ, ուրեմն անկատար է։ Եվ իրենց արվեստն էլ այդպես։ Ասում է կա հայկական ոչ, այդ արվեստը արվեստի պատմության մաս է, այս ամենը ունի, ուղղակի ոչ թե այսպես գագաթնակետ է, այլ այսպես երրորդական մակարդակում մի բան։ Հայ ժողովուրդը ասում է, սիրել է ուղղանկյուններ։ Եվ ասում է եկեղեցիները, երբ որ նայում ենք, այդքանը գիտեր ինքը։ Զվարթնոցի տաճարը դեռ պեղված չէր, դա 20-րդ դարի սկզբին ամենա տեղի ունեցավ, որ ռոտոնդա չէ կլորը։ Ռիփսիմեն էր ինքը համարում հիմնական։ Եվ ասում էր, որ ուղղանկյուններ են շատ սիրում։ Եվ ուղղանկյունների սահմանից դուրս չեն գալի։ Ինչ նկատի ունի, տեսեք, արվեստաբանական մոտեցումը հետարքիր է։ Մեկի համար ուղղանկյունը ընդհանրապես ուղղանկյուն է, էլի։ Բայց արվեստաբանի համար ուղղանկյունը դա մի ամբողջ համակարգ է, ոնց որ եւ կլորը, ոնց որ եւ երանգյունն է։ Եվ որոնք որոշակի բան են ասում, որ ասում է սահմանափակա, որովհետեւ ուղղանկյունին են հետևել։ Նկատի ունի այն, որ ուղիղ գծի սահմանից դուրս չեն եկել։ Իր կարծիքով ռիսկի չեն գնացել։ Այլ կերպ ասած, հիմա գանք էս ամենայն ասած սկզբին։ Հակասություններից վախեցել են։ Հակառակը սահմանափակել են տարածքը։ Այնինչ կարող էին ավելի, այսպես բացել, մի ուրիշ երանգյուն էլ վրան դնել, մի ուրիշ ուղղանկյուն էլ վրան դնել, հա, եւ ձևավորվեր բավական բարդ, թեկուզ առաջի ազգից հակասական, բայց նոր տիպի ներդաշնակություն։ Սա իր փաստարկն է, ճիշտ է, սխալ դա ուրիշ հարց է, բայց մոտեցումն է կարևոր։ Երբ որ ես առաջի անգամ այդ տեքստերը կարդացի, գիտեք ինք Հայաստանը ինչ չի եղել։ Ինձ թվաց, որ իմ փորձի մասին է ասում։ Այն ինչ ես Հայաստանում ապրելով զգում եմ, փիլիսոփայական հիմք ունեցել, սա է ամբողջ գաղտնիքը։ Եթե փիլիսոփայորեն ես նայում, ուրեմն ունիվերսալ դիտակետից ես նայում։ Եթե ունիվերսալ դիտակետից ես նայում, կարող է եւ անձամբ ծանոթ չլինես որևէ հայի կամ անձամբ տեսած չլինես որևէ կոթող, բայց ընդհանուր առմամբ կարողանաս հասկանալ, նրբանկատ ձևով հասկանալ, թե ինչի հետ գործ ունես։ Ուրեմն եւ ազգի գաղափարը այսօր դարձած է սահմանափակող։ Ոնց որ Շնազեի ասած, այդ մարդանը Շնազե էր, Կարլ Շնազե։ Ասած այդ ուղղանկյունը դարձած լինի, որի մեջ անդադ ուզում ես մտցնես եւ հակասությունները չեզոքացնես։ Բայց ինչքան դա անես, այնքան հակառակ էֆեկտ կունենա դա։ Ես չգիտեմ, հասկանում են դա մեր քաղաքական գործիչները ասեմ, տարբեր ուրեմն քիչ թե շատ բարձր կարգավիճակներ զբաղեցնող մտավորականներ ասեն։ Հասկանում են սա թե չէ, բայց որ սա աղետալի հետևանքներ կարող է ունենալ։ Հակասությունները երբեք չեզոքացնել չես կարող։ Ինչ մեխանիզմ է։ Բարձրացնում ես սոցիալական հարց, սոցիալական հարցը ճնշվում է սիմվոլիկ հարցի գերադասությամբ։ Ինչ եմ ասում։ Ասենք ասում ես աղքատության աստիճանը Հայաստան, գործազրկության աստիճանը Հայաստան։ Ոչինչ։ Ղարաբաղի հարց կա։ Ոչինչ։ Եղեռնի հարց կա։ Ոչինչ։ Ազգային միասնության հարց կա։ Ազգային միասնության Եղեռնի հարցերը դրանք սիմվոլիկ հարցեր են, դրանք սիմվոլիկին պատկանող հարցեր են։ Սիմվոլիկ ոչ թե իմաստով որ ռեալ չեն, այլ այն իմաստով որ իրենք նշանային, խորհրդանշանային հարցեր են։ Իսկ նախ առաջինը դա սոցիալական հարցեր են։ Ասենք Հայաստանում նվազագույն աշխատավարձը 32500 դրամ։ 32500 դրամով Հայաստանում, եթե մեկը փորձի ամսական ապրել, նա կդառնա անտունի կարգավիճակով մարդ։ Ակնհայտ է, չէ՞ որ այդպես է։ 32500 դրամով չես կարող ապրել։ Օրենքը դրվեց կառավարության կողմից, հաստատվեց պարլամենտում։ Օրենսդիրներին հարցնում են, ասում են դուք կարող եք ապրել այդ գումարով, ասում են ոչ։ Ինչ ես ուրեմն քվեարկել, եթե գիտես որ դա սխալ է, որովհետև ցինիկ է, արժեք չունի իր մեջ։ Արժեքը մենակ իր շահն է։ Այդ նույն կառավարությունը ինչ անում, իր գլխին գմբեթ է դնում։ Գմբեթի նախագիծ էին անում։ Նա 32500 դրամը եւ այդ գմբեթը որ պետք է դնել իրենց գլխին։ Գմբեթը սիմվոլիկ մակարդակն է, չէ՞։
32500 դրամ սոցիալական իրականությունն է։ Եվս Ազատյան, ինչ ունեք ասելու կառավարությանը։ Շնորհակալ եմ մեծարգո պարոն վարչապետ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հարցեր ունեք պարոն Ազատյանին։ Չկան հարցեր, ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ Հայաստանի Գեղարվեստի Պետական ակադեմիայի հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու եւ Վարդան Ազատյանին ռեկտորի պաշտոնում հաստատելու։ Դեմ չունենք, պարոն Ազատյան, շնորհավորում եմ եւ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն։